Հարգելի հայրենակիցներ, կառավարության փաստացի պետը եւ եռապատերազմի կուսակցության ղեկավարը քիչ առաջ հանդես էր եկել ելույթով ներկայացնելով կառավարության ծրագիր կոչվող փաստաթուղթը։ Ճիշտ այնպես, ինչպես 5 տարի առաջ նույն խրոխտ ոճով ներկայացնում էր 2021 եւ 26 թվականների ծրագիրը։ Մեր առջև դրված էր երկու տարբեր արժեհամակարգեր։ Մեկը նախորդ ծրագիրը եւ մեկը ներկա ծրագիրը։ Առաջին ծրագիրը ներկայացնելուց հետո մի շարք անգամներ է եղել, որ կառավարության փաստացի պետը եկել եւ այս ամբիոնից ներողություն էր խնդրում ժողովրդից մեզ համար գոյաբանական կարևորագույն խնդիրները, հարցերը ձախողելու եւ տապալելու համար։ Կարծում եմ հիմա շատ ավելի ազնիվ կլիներ մեր հայրենակիցների նկատմամբ, որ ի սկզբանե նա գար այստեղ եւ կոնկրետ նշեր, թե որ կետերի համար է գալու ներողություն խնդրելու այս ծրագրում, ինչ որ ներառվել է։ Օրինակ արտաքին անվտանգության գլխում տեղ գտած մտքերի համար է գալու ներողություն խնդրի, անվտանգության համար, սահմանադրության ընդունում բաժնում տեղ գտած մտքերի համար է գալու ներողություն խնդրի, առավել եւս որ եղել է խոստովանությունը, որ ամենևին էլ բոլոր կետերը չեն իրականացվելու։ Հիմա հարց, ինչու չեն գալիս ասելու, որը չեն իրականացնելու եւ որի համար են գալու ներողություն խնդրելու։ Այսօր հիմա նաեւ խոսվում է եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի մասին, ԿՊԱ-ականները խոսում են եվրոպական արժեքներից, մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց կեղծ եք դուք, կեղծ եք, որովհետև հենց այսօր մեր բոլորիս աչքերի առաջ տեղի ունեցավ հետևյալը։ Տեղի ունեցավ այն, որ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահը։ Արցախի միակ նախագահը, ով այսօր ազատության մեջ է։ Մյուս նախագահները Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Իլհամ Ալիևի հրամանով գտնվում են Բաքվի բանտում։ Իսկ Արցախի Հանրապետության առաջին նախագահը Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր բերման է ենթարկվել։ Դուք 8 տարի իշխանության գտնվող ուժ եք։ Ձեզանից էլ ավելի նախկին դուք հնարավորություն ունեիք այս 8 տարիների ընթացքում իրականացնելու արդարադատություն։ Դատարաններն էլ են ձեր ձեռքին, մեկ մարդու հրամանով դատարանների դռներն են փակվում եւ բացվում, SMS-ով դատավոր է աշխատանքից ազատվում։ Ինչու՞մն էր խնդիրը։ Քաղաքական հստակ ելույթից եւ հարցից հետո ջղաձգումների մեջ գտնվող անձը ուղիղ հրաման է տալիս այս ամբիոնից եւ մի քանի ժամ հետո դիմակավորված անձինք իրականացնում են այդ հրամանը։ Ձեր արդարադատությունը քաղաքական է եւ ընտրովի։ Դուք կեղծ եվրոպական արժեքների ջատագով եք։ Որ ասում ենք կեղծ, հենց սրա մասին էր խոսքը։ Իմիջիայլոց խոսվեց նաև նախկիններից, նոր հիշատակվեց Անգելա Մերկելը, եւ ես ակամայից հիշեցի, որ կար եւս մեկ քաղաքական գործիչ, ով որ օրինակ էր բերում Անգելա Մերկելին, եւ դա հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն էր։ Անհարմար բան ստացվեց, պարոն Հարությունյան։ Եվ իմիջիայլոց, պարոն Հարությունյան, հարցրել եմ, պատմել է, ես էլ կպատմեմ հարմար առիթի, անցնենք առաջ։ Ինձ թվում է, թե ձեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարող եք գալ ներկայացնել մի փաստաթուղթ, որը լիովին հակառակն է ձեր նախորդ ներկայացրած փաստաթղթի, ու մտածել, թե ձեզանից հաշվետվողականություն չեն պահանջելու։ Եվ մի փորձեք իրականում պաշտպանվել ընտրությունների արդյունքներով, դա հաստատ ձեզ ձեռնտու
դաշտ չի, որովհետև ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ոչ է ասել ձեր օրակարգին, այն հսկայական բռնաճնշումների, հետապնդումների պայմաններում անգամ ժողովուրդը ձեզ չի ընտրել։ Եվ պարոն Կարապետյանը խոսեց 3 պառակտումների մասին, ես մի փոքր այլ մոտեցում ունեմ։ Ես կխոսեմ 3 պատերազմների մասին, որով որ այս թղթերի կույտով, որը կոչվում է կառավարության ծրագիր, հայտարարվել է մեր ժողովրդին։ Եվ այդ պատերազմները ամենևին էլ 20, 22, 23 թվականների ձեր վերած պատերազմները չեն, այլ։ Առաջին պատերազմը մեր պետականությանը։ Ինչ 4-րդ հանրապետության մասին եք խոսում։ Պատմություն եք ուզում կերտել, պատմության մեջ եք ուզում հիշվել, վստահաբար առանց դրա էլ հիշվելու եք, որպես մի ղեկավար, ում օրոք էթնիկ զտում է իրականացվել, ում օրոք թշնամական զորքերը ներխուժել են Հայաստանի պետական սահման, ում օրոք կորցրել ենք հայրենիք։ Ընդ որում այդ թղթերի կույտում մեկ անգամ չի հիշատակվում հայրենիք բառ, ամբողջ 100-ից ավել էջում չկա հայրենիք բառը։ Երկրորդ, պատերազմ մեր սահմանադրությանը, դուք ուզում եք դուրս հանել սահմանադրությունից անկախության հռչակագիրը եւ այդ սահմանադրությունից դուրս հանելով որևէ լեգիտիմություն չի մնում այդ սահմանադրության մեջ, քանի որ անկախության հռչակագիրն է հենց լեգիտիմության աղբյուրը, անկախության հռչակագրով է հենց ծնվել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երրորդ, պատերազմ Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այս պատերազմների հանրագումարում դուք ի սկզբանե պարտված եք, որովհետև նզովյալ եք սերնդե սերունդ։ Հարգելի հայրենակիցներ, կառավարության փաստացի պետը եւ եռապատերազմի կուսակցության ղեկավարը քիչ առաջ հանդես էր եկել ելույթով ներկայացնելով կառավարության ծրագիր կոչվող փաստաթուղթը։ Ճիշտ այնպես, ինչպես 5 տարի առաջ նույն խրոխտ ոճով ներկայացնում էր 2021 եւ 26 թվականների ծրագիրը։ Մեր առջև դրված էր 2 տարբեր արժեհամակարգեր։ Մեկը նախորդ ծրագիրը եւ մեկը ներկա ծրագիրը։ Առաջին ծրագիրը ներկայացնելուց հետո մի շարք անգամներ է եղել, որ կառավարության փաստացի պետը եկել եւ այս ամբիոնից ներողություն էր խնդրում ժողովրդից մեզ համար գոյաբանական կարևորագույն խնդիրները, հարցերը ձախողելու եւ տապալելու համար։